Հարգելի ներկաներ, այժմ կհրավիրեմ Արևմտյան Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Տիկին Նելլի Հարությունյան, հրամեցեք։ Մեծարգո նախագահ, պատվարժան փոխվարչապետ, հարգելի պատգամավորներ, տիկնայք եւ պարոնայք։ Թույլ տվեք նախ եւ առաջ խորին իրախտագիտությունս հայտնել այն ժողովուրդներին, որոնք մեր ցավը կիսեցին, այն պետություններին, որոնք ճանաչեցին հայերի դեմ կատարած ցեղասպանությունը, որպես մարդկության դեմ գործած ծանրագույն հանցագործություն։ Չնայած նրան, որ այսօր միայն մոտ 30 երկրներ պաշտոնապես ճանաչել է Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին սկսված հայերի զանգվածային ոչնչացումը, որպես ցեղասպանություն, պատմության հանդեպ աննաչառ վերաբերմունքն ու ակադեմիական համաձայնությունը միանշանակ են։ Սա հենց ցեղասպանություն էր։ Երբ այս սոսկալի իրագործումը տեղի ունեցավ, ցեղասպանության եզրույթը դեռ գոյություն չուներ։ Սակայն հենց այս ժողովրդի դեմ իրագործված այդ արարքն է, որ դարձավ 20-րդ դարի զանգվածային ոչնչացումների նախադեպը։ Սկիզբ դնելով նոր հումանիստական եւ իրավական հասկացությունների ձևավորմանը։ Սպանվել էին մարդիկ միայն այն բանի համար, որ հայ էին, քրիստոնյա էին եւ պարզապես գոյություն ունեին։ Մինչեւ 1.5 միլիոն հայերի ծրագրված սպանություն ու արտաքսումը Օսմանյան կայսրությունում կատարվել է պետական մակարդակով եւ համակարգված կերպով։ Անկախ պատմաբանների ու հետազոտությունների միտքն ու եզրակացությունը միանշանակ են, խոսքը ցեղասպանության մասին է։ Եւ այսօր արդեն կան փաստաթղթային հստակ ապացույցներ, հեռագրեր, հրամաններ, վկայություններ, որոնք անբեկանելիորեն հաստատում են Օսմանյան իշխանությունների ցեղասպան մտադրությունը։ Առկա են ավելի շատ վավեր փաստաթղթեր, քան հոլոքոստի։ Ցավալի է, որ Թուրքիան մինչ այսօր շարունակում է մերժել ցեղասպանության եզրույթի կիրառումը, փորձելով այդ սպանությունները ներկայացնել որպես պատերազմի հետևանք, բայց ակնհայտ է, սա ոչ թե պատահականության արդյունք էր, այլ պլանավորված, նպատակային եւ համակարգված ոչնչացում։ 1894-1896 թվականներին արդեն իսկ մի քանի 100,000 հայեր էին սպանվել, սակայն այն ժամանակաշրջանի բռնություններն ու ջարդերը դեռ չէին կրում հանուն բնաջնջման բնույթ։ Ցեղասպանության ժխտումը նույնքան մեծ հանցանք է, որքան ցեղասպանությունը։ Այն ուրանալու փորձ է, ուրանալ սեփական պատմությունն ու արմատները։ Եվ հայն այն մարդն է, ով երբեք չի մոռանում ով է, որտեղից է գալիս եւ ինչ գին է վճարել իր գոյության համար։ Այս ելույթից մի պահ շեղվելով ցանկանում եմ հիշեցնել եւս մեկ կարևոր հանգամանք։ Մոտ 1 դար անց մենք նորից վեր հառնեցինք, որպես մի ժողովուրդ, որը պատրաստ է պաշտպանել իր իրավունքները, որպես բնիկ ժողովուրդ, որպես հայ։ Սա էր մեր պետականության շարունակականության վկայությունը, որի հիմքը դրվել է Պողոս Նուբարի ջանքերով ու շարունակվել է Արմենակ Աբրահամյանի եւ մի շարք հայրենասեր գործիչների ձեռամբ, սկսած 2004 թվականից մինչև մեր օրեր։ Թեև հաճախ մեր ճիքերը հանդիպել են կասկածանքների, անգամ մեր իսկ հայրենակիցների կողմից, այսօր մենք կարող ենք հպարտությամբ հայտարարել, մենք ապացուցել ենք ինքներս մեզ եւ ողջ աշխարհին, որ մենք իրավունքը պետականության կարող ենք արժանապատվորեն ներկայանալ միջազգային հարթակներում, որպես արմատներին հավատարիմ, ինքնությանն ու իրավունքներին տեր ժողովուրդ։ Ուրախ եմ, երջանիկ եմ, որ հայ եմ, ու նորից եթե կուզենայի ծնվեի, կուզենայի լինել հայ։ Ուրախ եմ, որ հայ եմ, կծառայում եմ իմ հայրենիքին։ Շնորհակալություն ուշադրության համար։ Հարգելի ներկաներ, այսօր հաշվի առնելով Տիկին Հարությունյանի մեծ նվիրումը մեր հայրենիքում կատարվող հսկայածավալ աշխատանքներին, Վահագն ռազմահայրենասիրական հասարակական բարեգործական կազմակերպությունը Տիկին Հարությունյանին պարգև ունի հանձնելու հետևյալ բովանդակությամբ։ Ռազմահայրենասիրական
բարեգործական հասարակական կազմակերպություն։ Հայրենիքը սկսվում է մոր կրծքից, արցունքից, սիրուց ու նրանց որդիների թափած արյունից։ Մայրերի ափերի մեջ փնտրեք ազգերի ճակատագիրը, գարեգին նժդե։ Պարգևատրվում է ազգային գաղափարներով լեցուն, ազնվազարմ հայ կնոջ կերպար, դիցամայր Անահիտ 034 հրաման ոսկյա շքանշանով Նելի Հովնանի Հարությունյանը, Վահագն ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Մորուկ Կարապետյանի կողմից, իսկ պարգևը կհանձնի գրող հրապարակախոս Անահիտ ոսկյա շքանշանի արժանացած Ռուզան Ասատրյանը։ Սիրելի բարեկամներ, նախ ողջունում եմ բոլորիդ, շնորհակալություն այսօրվա հրաշալի միջոցառման կազմակերպման համար, շնորհակալություն եմ հայտնում Արևմտյան Հայաստանի ղեկավարներին, բոլոր նրանց, ովքեր մտահղացել են այս կարևոր երևույթը նշելու այսօր։ Ուրեմն երեք ես սև էի հագել ամբողջովին 24 օրը, այսօր սպիտակ, որովհետև խավարին միշտ էլ հաջորդում է լույսը։ Հաջորդը այն ազգը չէ, որ կորացնի իր ողնաշարը։ Մենք եղել ենք մշտապես մեր հոգեբանության մեջ, եղել ենք ազատ, եղել ենք մշտապես հաղթող եւ դարեհը երբ գնում էր պատերազմի առանց հայոց այրուձիի չէր գնում։ Մենք այդպես հաղթական եղել ենք եւ կմնանք եւ մեր գործը ունի դրական ավարտ։ Ողջույն բոլորիս, երբեք չնչվեք։ Այսօր այսպես է, վաղ կլինի մի այլ կերպ։ Այս շքանշանը խիստ պատվաբիր է եւ պարտադրող։ Անահիտ Աստվածուհին շրջապատի բոլոր ցեղերի վրա ուներ խոշոր ազդեցություն։ Հաճախ գողանում էին նրա ուրեմն առաքելությունը եւ տարբեր ազգեր տեղադրում էին, տանում էին իրենց տարածքների մեջ, հիմնադրում եկեղեցիներ եւ որպեսզի նա դառնար իրենց Աստվածուհին, սակայն Անահիտը մնաց հայրիս մեջ իր հզորությամբ, իր ուժով, իր կարողությամբ եւ նրա այդ ողջ ուժը տեղափոխվել է այսօր մեր մեջ։ Եվ այսօր ես մեր սիրելի տիկնոջը այս նվերը մեր ռազմահայրենասիրական կազմակերպության այս հրաշալի ուրեմն նվերը շքանշանը սիրով Շատ պարտավորեցնող է, շնորհակալ եմ, հուսամ, որ կկրեմ այն բոլոր խորությամբ, ինչպես Անահիտ Դիցուհին կա մեր մեջ եւ մենք կրում ենք իրեն։ Շնորհակալ եմ բոլորիդ։